Տեսնես ինչ է ուզում ինձնից Մագդան։ Ես քեզնից կախնիկ չունեմ։ Կարեն, խնդրում եմ կներես ինձ։ Ես հասկանում եմ, ինձ իրոք սխալ եմ քո հանդեպ պահել։ Եթե հնարավոր է, արի նորից հանդիպենք, խոսենք իրար հետ։ Որտեղ հրավիրեմ իրան։ Մի տեղ առաջարկի։ Ինչ ես արել երեխուն։ Ինչ ես ասել։ Ինքը առանց լուրջ պատճառի սենց բան չեր անի, ինքը քեզանից ներողություն չէր խնդրի։ Առավել ևս հետդ չեր ուզի հանդիպել, ինչ ես արել։ Ինչի այդքան վատն եմ։ Կարեն, ես քեզ քանի անգամ պիտի խնդրեմ, որ հեռու մնաս Մագդայից։ Մինչև փողերս չտաս։ Ոչ Մագդային եմ հանգիստ թողնելու, ոչ էլ այդ ընտանիքին։ Ես քեզնից շատ բան չեմ ուզում։ Ես մենակ իմ բաժինն եմ ուզում։ Իմ բաժինը։ Մի հատ ինձ նայի, Կարեն։ Նայ։ Ճամպրուկս չես տեսնում։ Չի երևում։ Կարեն Արշակը ինձ դուրս է անել իրանց տնից։ Ամեն ինչ վերջացել է։ Արշակն ամեն ինչ հասկացել է։ Էլ ոչ այդ տունը կա, ոչ էլ այդ փողերը։ Ուրիշ ճար գտի քեզ համար։ Ինչ էլ անես, ինչ էլ ասես մեկ է։ Էլ ելք չկա։ Էլիս։ Հիմա ուշադիր ինձ լսի։ Չտեսնեմ էլ, որ դու խառնվես քեզ չվերաբերվող հարցերի։ Հատկապես ականջ դնել։ Էլ տես բան չտեսնեմ, հասկացար։ Այդ երբանից մեր անցյալը ինձ չի վերաբերում։ Չէ, դու լուրջ չես հասկանում, որ այս նոր Էդոյին նեղացրեցիր։ Այդ տեղին թողես գնաց, որ իմ մոտ երկու բան քեզ չասի։ Բայց որ ասել է ճիշտ կաներ։ Տեղին կաներ։ Նորո։ Ինչ։ Դու չես հասկանում, որ քո կողակցին գցում ես, չի կարելի տես բան անել, ոչ իմ մոտ, ոչ Ալինայի մոտ, ոչ տատիի մոտ, հատկապես ուրիշ մարդկանց մոտ։ Աշխատի քո անձնական հարցերը առանձին պարզ ես, պարզ է։ Ես Էդոյին չեմ գցել։ Հենց նոր դու ցույց տվեցիր, որ իմ 1000 տարվա ընկեր ինձ սխալ խորհուրդներ է տալի։ Այդ գցել չի, բա ինչ է։ Իսկ կարող է այդ խորհուրդները ուղղակի դուրս շատ են եկել, հա։ Դրա համար է սենց նեղվել։ Դու չես ընկալում, ես ինչ եմ ասում։ Ասում եմ, որ Էդոն միշտ չի, որ քո այս պավազքը հասկանալու է ու ընդունի։ Դրա համար քեզ մի քիչ զուսպ է, աղջիկ ես, հասկացի, աղջիկ։ Զուսպ եղի մի քիչ, էլի։ Դրսում եմ, իջի խոսալու բան կա։ Դու գիտես, որ այդ փողերից է կախված իմ կյանքը։ Գիտեմ։ Բայց այդ բացարձակ կարևոր չի, Կարեն։ Այն ինչի, որ դու հասել ես, քո խելքի պատճառով ես հասել։ Ինձ էլ ներքաշել ես քո այդ մութ գործերի մեջ։ Կարեն, ես հազիվ էի ձեռք բերել այդ ընտանիքի վստահությունը։ Ես հազիվ մի փոքր շանս ունեի, որ Մագդայի հետ խոսեի ու ինքը ինձ հասկանար։ Բայց դու ինձնից էդ էլ խլեցիր։ Դու ամեն ինչ փչացրիր, Կարեն, ամեն ինչ։ Դու ես մեղավոր։ Եթե նենց անեիր, ոնց որ ես էի ասում, հիմա սենց չէր լինի։ Դու դրսում չէիր լինելու, ես էլ ստիպված չէի լինի պլան B մշակելու։ Ինչ պլան B։ Ինչ ես մտածել։
Ինձ նայի Կարեն։ Նայի ինձ Կարեն։ Ես կորցնելու ոչ մի բան չունեմ, լսում ես։ Եթե դու հանկարծ համարձակվես մոտենաս Մագդային, ես քեզ երդվում եմ, աչքս չեմ թարթի, կսպանեմ քեզ։ Մինչև դու մտածես ինձ ոնց ես սպանելու, ես քեզ արդեն մի 1000 անգամ սպանելու եմ ու թաղելու եմ։ Մագդայի մասին արդեն կարող ես չմտածես։ Ինքը սենց թե նենց արդեն ես խաղի մեջ է։ Դու էլ ուզում էիր էլ ինձ չտեսնեիր, չէ՞։ Էլ չես տեսնելու։ Որովհետև դու էլ ինձ պետք չես։ Բան է եղել, ասեցիդ գնում ես։ Ուզում էի գնայի, բայց չգնացի։ Մնացի, որ հասկանամ ամեն ինչ ասել ես, թե էլի բան կա մեջդ։ Անհանգիստ եմ ուղղակի։ Եթե ինչ-որ բան ունես էլի ասելու, ասա։ Էդ ես չէի ուզում քեզ նեղացնեի։ Ոչ էլ ուզում էի վիրավորեի։ Ուղղակի պահա գալիս, որ դու մոռանում ես, թե ես ինչքան եմ ատում այդ ընտանիքին։ Քեզ թվում է, որ եթե մարդ ուզենա, կարա մի օրում վերցնի իր անցյալն ու հիշողությունները ու ջնջի։ Իսկ այդ տենց չի։ Այդ այնքան դժվար է։ Ես դու մոռանում ես էլիս ում մոտ ու որտեղ ինչ կարելի է խոսալ։ Մենք այն անգամ էլ խոսացինք, չէ՞ քո պահվածքի մասին։ Ինձ թվում էր մենք իրար հասկացանք, բայց չէ։ Քեզ թվում է մենակ դու ես ճիշտ, քեզ թվում է մենակ քո սիրտն է ցավում։ Հետո էլիս, սենց ոնց ենք շարունակելու։ Էդո ես սենց եմ։ Ես սենց եմ ու վերջ։ Ամեն մարդու իր կյանքն է դարձում այնպիսին, ինչպիսին, որ ինքը կա, ես էլ սենց եմ։ Իմ կյանքը սենց էլիզա մեծացրել, ինչ անեմ։ Մի փոխեք ինձ, դուք ուզում եք ինձ փոխեք։ Էլիս, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ։ Լիքը դեպքեր են եղել, որ ես քեզ ոչ մի բան չեմ ասել։ Փորձել եմ իմ մեջ քեզ արդարացնել, որովհետև գիտեմ ինչ դժվար կյանք ես ապրել։ Բայց ժամանակն է էլիս, որ դու ինքդ ուզես քեզ փոխել, ոչ թե մենք փոխենք։ Որ շարունակես ապրել, սենց չես կարողանա առաջ գնալ էլիս։ Գիտես քո խնդիրը որն է։ Դու ուղղակի չես կարողանում ինձ ու իմ անցյալ ընդունես Մագդայի պատճառով։ Հա։ Չես կարողանում ընտրես որ մեկից պաշտպանես։ Էդ է քո միակ խնդիրը էդո։ Ինչ։ Կարեն չպատասխանեցիր, բա չենք հանդիպելու։ Ալո, Մագդա ինձ լսի։ Լանա։ Մագդա, խնդրում եմ ուշադիր լսի, ինչ եմ ասում քեզ։ Չէ, Լանա, այդ դու ինձ պետքա լսես, որովհետև ես քեզ շատ հարցեր ունեմ տալու։ Դու ինձ պետքա շատ բաներ բացատրես ու մենք պետքա շտապ հանդիպենք։ Մագդա, ես հիմա քո ոչ մի հարցին չեմ կարողանալու պատասխանել ու մենք չենք կարող հանդիպել, բայց խնդրում եմ քեզ ինձ լսի։ Լանա, ով ես դու։ Ու ինչ կապ ունես Կարենի հետ։ Ես գիտեմ, որ դուք իրար ինչ-որ տեղից ճանաչում եք։ Հենց Կարենի մասին պիտի խոսենք, Մագդա։ Հեռու մնա այդ տականքից, խնդրում եմ քեզ։ Հեռու մնա, ինչ էլ ասի քեզ չհավատաս, լսում ես, Մագդա։ Ինչ էլ խոսի չհավատաս ու չթողես մտնի քո կյանք, խնդրում եմ քեզ։ Ինձ ասա որտեղից եք դու ու Կարենը իրար ճանաչում, ու դու ինչ ունես իմ ընտանիքի հետ կիսելու։ Հա, էդո, դու փոխանակ ինձ օգնես, հակառակը, նորոյին համոզում ես, որ ընդունի Մագդային։ Հետո ասում ես, որ մտածում ես նորոյի մասին, որ անհանգստանում ես, որ չես ուզում տանջվի, բայց այդ ուղեղը էլի չի մտնում, որ եթե մարդ մեկին սիրում է ու չի կարողանում իր կողքին լինել, շատ վատ է լինում։ Էլիս պատկերացրու մեկին սիրես, անընդհատ իր մասին մտածես, բայց չկարողանաս տեսնել, գրել, զանգել։ Ոչ մի զգացմունք էլ հավերժ չի։ Նորոն կմոռանա Մագդային, եթե օգնենք։
Իսկ դու ինձ կմոռանայիր Էլիզ, եթե մեկը քեզ անընդհատ դրա մասին ասեր։ Ինչ համեմատություններ ես տանում։ Մերը ուրիշա։ Դու ինձ վատություն չես արել։ Դու իմ ընտանիքը չես քանդել հետո։ Չէ, Էլիզ, ուրիշ չի։ Շատ տեղին է հարցս։ Պատկերացրու նույն իրավիճակում դու ես։ Կմոռանայիր։ Կլինի տենց հարցեր չտաս ու կլինի չհամեմատես։ Ինչի վստահ չես զգացմունքներիդ վրա։ Չէ, վստահ եմ այդ։ Ուղղակի համեմատություններ չեմ սիրում, մի արա։ Եթե վստահ լիներ, մի անգամից կասեիր չէ։ Օրինակ ես շատ հեշտ կարամ պատասխանեմ այդ հարցին։ Ցանկացած իրավիճակում ով ինչ ասեր, ես սրտից կլսեի։ Ես կգայի քո հետևից Էլիզ։ Նենց կանեի, որ հասկանանք իրար հաշտվենք, որովհետև սիրում եմ քեզ Էլիզ։ Որովհետև քեզ եմ ընտրել ու տեր եմ իմ ընտրությանը։ Էլիզ, եթե սիրում ես, պիտի պահես։ Տեղն եկած ժամանակ պիտի զիջես դեմ գնաս սկզբունքներիդ։ Սերը տենց հեշտ չի տրվում, Էլիզ, հասկանում ես։ Ոչ էլ հեշտ կորում է։ Չես կարող այսօր մեկին սիրես, վաղը մոռանաս։ Չէ, դու լուրջ չես հասկանում։ Դու չես հասկանում Նորոյի ու Մագդայի մեջ ինչ մեծ ահռելի պատ կա էդո։ Հա, սերը շատ սիրուն զգացմունք է։ Հա, սերը շատ վեհ զգացմունք է, կատարյալ զգացմունք է։ Բայց երբ որ ճիշտ մարդու ես սիրում, երբ որ ճիշտ մարդու ես ընտրում ու այդ սերը տալիս այդ։ Իսկ Նորոյի ու Մագդայի պարագայում այդ դժբախտությունն է բերելու։ Ես ուղղակի զարմանում եմ, Էլիզ, ոնց կարա մարդու համար անցյալը ավելի կարևոր լինի, քան ներկա վիճակը։ Իմ համար էլ է դժվար։ Հա, դժվար է, ես էլ եմ աղբորս մասին մտածում։ Նեղվում եմ, որ մի բան եմ ասում ու իրա դուրը չի գալիս։ Դիտավորյալ չեմ անում։ Բայց իմ սիրտը այս հարցում շատ զգայուն է։ Ու հիմա առավել ևս։ Որովհետև այդ անցյալի մի մասը հետ է եկել։ Այսինքն Էլիզ, ինչ է նշանակում անցյալի մի մասը հետ է եկել։ Հա, այդ։ Հիմա էլ ոչ մի բան չեմ ասում։ Ավելի լավ է գնամ։ Ուղղակի իմացի, որ իմ համար շատ դժվար է, որ ես հիմա վատ եմ։ Մի խոսքով։ Էլիզ, ինչ է եղել։ Հետո կպատմամ, էլի այդ հետո կպատմամ, հետո։ Մի օր ամեն ինչ կիմանաս, խոստանում եմ։ Չէ, ես հիմա եմ ուզում իմանալ։ Դու իրավունք չունես իզնից թաքցնես մի բան, որ իմ կյանքին է վերաբերում։ Կասես ով ես դու, ինչ ես ուզում ինձնից, իմ ընտանիքից, ու որտեղից ես Կարենին ճանաչում։ Ինչի՞ է Կարենը ինձ ասում, որ այն կյանքը, որում ես ապրում եմ, այդ ուղղակի սուտ է։ Ես չեմ հասկանում, այս խաբեության նոր ձև է, թե իրոք այդ մարդու ասածների մեջ ճշմարտություն կա։ Կլինի խոսած լանը։ Մագդա, ես չեմ կարող համարձակություն ունենալ ու գալ կանգնել քո առաջ։ Ես հիմա քեզ ոչ մի բան չեմ կարող ասել։ Մենակ խնդրանքս կատարի։ Էս իմ վերջին խնդրանքն է, Մագդա։ Հեռու մնա Կարենից։ Մի թող որ շուրջդ պտտվի։ Մագդա, դու չես կարող պատկերացնել, թե ինքը ինչքան ստոր սրիկա է։ Խնդրում եմ քեզ, հեռու մնա իրանից։ Ես ամեն ինչ կանեմ, բայց դու պետք է ինձ օգնես, որ ես հեռու պահեմ քեզ իրանից։ Լավ, իսկ ասես դու Կարենին որտեղից ես ճանաչում, ինչ է ինքը ինձնից ուզում։ Կամ ես ինչի հիմա քեզ պետք է հավատամ։ Մագդա, որովհետև ես ամեն ինչի պատրաստ եմ քո համար։ Մագդա, ես ամեն ինչ կանեմ, խնդրում եմ, հեռու մնա իրանից։ Եթե թույլ տաս, որ Կարենը քո շուրջը պտտվի, լուրջ վտանգի մեջ կհայտնվես։ Ինչ։ Ինչ վտանգ։ Լանա, լսում ես դու ինձ։ Արշակ։ Մագդա, ինչ է եղել։ Ինչ ես տենց լարված ու վախեցած։ Ինձ թվում է ես եմ նեղացրել Լանային, որ գնացել է։ Ինչ ես խոսում։ Լանան քեզանից չի նեղացել, անձնական խնդիրներ ունի։ Դրա համար է գնացել։ Դու դրա մասին մի մտածի։ Ու այդ շատ լավ է, որ ինքը հիմա ստեղ չի։
Ես թույլ չեմ տա, որ իր խնդիրները իմ տուն մտնեն։ Ու մոռացի հա այդ կնոջը։ Լավ։ Իսկ ինչի այնց թվում, որ դու ուրիշ բան ես ուզում ասել, ուղղակի ինձ կեսից խոսքդ փոխեցիր։ Բան ա եղել։ Չէ, ուղղակի դու ինձ պատճառը չես ասում։ Ես էլ հետը մի քիչ կոպիտ էի խոսել, ինձ թվաց էտա խնդիրը։ Իսկ ինչի էր հետը կոպիտ խոսացել։ Դե ուղղակի իրար չենք հասկացել, ես էլ մի քիչ նյարդայնացած էի այդքան բան։ Լավ, ես գնամ իմ սենյակ։ Հա, Ալինս։ Էդ, բարև, ոնց ես։ Լավ եմ, արևս, դու ասա։ Հա, ես լավ եմ։ Էդ մի բան պետքա քեզ հարցնեմ։ Հա, գիտեմ, որ իմ գործը չի ու իմ տարիքն էլ չի սենց հարցրին խառնվելու, բայց այս անգամ թող բացառություն լինի, հա։ Որովհետև Էլիզի հետ է կապված, իսկ ես Էլիզի համար շատ եմ անհանգստանում։ Ինչ ա եղել Էլիզին։ Էդ որ եկել էր քո մոտ օֆիս, դրանից հետո շատ ահավոր վիճակում էր։ Փակվել է սենյակում ու լացում է։ Ու հիմա էլ է այդ վիճակը։ Այդ խնդրում եմ ճիշտն ասա։ Վիճել եք։ Չէ, Ալին, չենք վիճել։ Բայց ախր շատ վատ վիճակում էր օֆիսից հետո։ Հա, բայց օֆիսում ամեն ինչ նորմալ էր, ինչի պիտի լացի։ Չգիտեմ, Էդ։ Լավ, ապրես, ես կխոսամ հետը։ Բայց դուք հետո միասին էիք, չէ՞ բակում։ Քեզ բան չի ասել Էդ։ Չէ, բայց հիմա ուզի պիտի ասի։ Լավ, ցավոտ եմ, դու քեզ լավ նայ։ Լավ։ Էլիզ հենց հիմա հետ արի, քեզ եմ սպասում։ Եթե չեկար, ես եմ գալու։ Ու չասես, որ հարմար չի, որ պիտի մտածես, եթե չեկար, ես գալու եմ ձեր տուն ու ձերոնց մոտ ենք քննարկելու այս թեման։ Հետո չասես, որ չեմ զգուշացրել։ Ոնց ճիշտ է ասեմ Արշակին կամ ոնց պատմեմ։ Ալո։ Հիմա կարող ենք հանդիպել սիրուն աղջիկ։ Չէ, մենք էլ երբեք չենք հանդիպելու։ Ես գիտեմ, ես հասկացել եմ, որ դու ուղղակի ինձ խաբում ես։ Չգիտեմ որտեղից իմացել ես, որ մեր տան աշխատողի անունը Լանա է, ու դրանով փորձում ես իմ վրա ազդես։ Ինչ ես ծիծաղում։ Քո միամտությունից եմ ուզում ունենամ, գիտես։ Ես ինչ եմ ասում։ Ես Լանայի մասին այնքան բան գիտեմ, որ եթե սկսեմ քեզ պատմել, այդ ժամանակ կհասկանաս ես ինչի եմ Լանայի անունը տվել։ Ինձ մեկ է, ինձ էլ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ուղղակի ինձ հանգիստ թող։ Դու գիտես, քեզ մի ժամ ժամանակ, եթե չհանդիպեցինք, ես ստիպված եմ լինելու ուրիշ քայլերի դիմել։ Այսինքն։ Դե այսինքն որ ես ստիպված եմ լինելու Լանային վնասել։ Դու դա չես ուզում, չէ՞։ Լսի Լանան իմ հանդեպ շատ սխալ բաներ ա արել, շատ։ Մարթա, թող ապրի։ Ինչ կլինի որ։ Չէ, դու տենց բան չես անի։ Ո՞վ ա ասել։ Կանեմ, լավ էլ կանեմ։ Լանան եւ ինձ ա խաբել, եւ քեզ, եւ Արշակին, բոլորիս խաբել է։ Դուք կարող եք մեծ սիրտ ունեք, կարողանում եք ներեք, բայց ես դա չեմ կարող անել, որովհետեւ իմ սիրտը մեծ չի։ Ասեմ ավելին, ես ընդհանրապես սիրտ չունեմ։ Մոռացել եմ։ Մի խոսքով, եթե ես Լանային վնասեցի, քո խղճի վրա եմ մնալու։ Ու եթե Լանան չլինի, լիքը բաներ դու չես իմանալու։ Լիքը բաներ։ Քո կյանքից, քո ով լինելու մասին չես իմանալու։ Մագդա, չես իմանալու։ Հետո իմասել էլ իմաստ չի ունենալու, հավատա։ Ամեն դեպքում դու որոշի, փրկելու ես Լանային, թե չէ։ Իսկ ես ինչի պետքա փրկեմ Լանային։ Այ հենց այդ հարցիդ պատասխանն եմ ուզում տամ։
Սիրուն աղջիկ։ Ես չեմ գալու։ Դու գիտես, ես հասցեն կուղարկեմ, դու էլ մի արի։ Հետո ինքդ կորոշես ճիշտ ես արել, թե սխալ։ Ինչ ա եղել այդ։ Մենք խոսել էինք արդեն։ Էլիզ ինչ ա եղել այսօր հետդ օֆիսից տուն գնալուց հետո։ Դու շատ նորմալ վիճակում գնացիր տուն։ Ինչ ա եղել, որ լացելով ես գնացել։ Դու որտեղից գիտես։ Հիմա է դա կարևոր։ Մի քիչ առաջ էլ ինչ-որ բաներ էիր ասում, իբր ինչ-որ մի բան հետ ա եկել։ Ասա հասկանամ ինչա կատարվում հետդ էլիս։ Բայց մենք պայմանավորվել ենք հետո խոսենք, չէ՞։ Ինչի ես այսքան շտապում։ Էլիս, որովհետև ես հիմա եմ ուզում իմանամ իմ սիրած աղջկա հետ ինչա կատարվում։ Ինչ ա եղել հետդ էլիս։ Ինչի ես գնացել տուն, փակվել սենյակում ու դու լացել։ Ինչ-որ մեկը նեղացրել, հա։ Ալինան ա ասել։ Էլիս կլինի անցնենք բուն թեմային։ Հա, Ալինան ա ասել։ Վերջ։ Հիմա խոսա։ Ալո։ Էդ հարմարա հանդիպենք։ Մագդա, հիմա չեմ կարող խոսամ Էլիզի հետ, հետո կզանգեմ, լավ։ Լավ։ Էլիս, դու քեզ նման չես այսօր։ Տեսակ ծրված ես ավելի զգայուն։ Խնդրում եմ ասա տենամ ինչ է եղել։ Պապայիս եմ տեսել։ Էն պապայիս, որ այսքան տարի առասպելներ ու լեգենդներ եմ լսել իր մասին։ Ինչ։ Հիմա ստեղ, հա։ Հա, բայց նորոն չգիտի։ Մենակ ես ու տատին գիտենք։ Խոսել եք։ Հա, ու փորձում էր արդարանալ հետո։ Պատկերացնում ես։ Այսքան տարի չի իմացել ոնց ենք։ Ողջ ենք, մեռած ենք, լավ ենք, վատ ենք ու հիմա եկել է նստել է դիմացս ու սպասում է, որ ես իրեն հասկանամ։ Հասկանում ես այդ։ Էլիս, խնդրում եմ հանգստացի։ Եթե հիմա քո համար խոսալը դժվար է, թող մնա, հետո անպայման կխոսենք։ Մենակ հիմա հանգստացի։ Արշակ գիտեմ, որ ինձ չես հավատում։ Բայց իմ համար շատ դժվար է նայելը, թե դու ոնց ես ինձանից հիասթափվում։ Դու դրան հասցրեցիր Լանա։ Մենակ դու։ Հավատա ես էլ չէի ուզենա զգայ այն ինչ հիմա ապրում եմ։ Հեչ չէի ուզենա։ Ես մտածում էի, որ քո հարցում չեմ սխալվի, որ դու իմ կյանքում ավելին կլինես։ Այն միակը կլինես։ Հա, մենք ուղիղ չենք խոսացել դրա մասին, բայց երկուսս էլ հասկանում ենք, չէ՞, զգում ենք, որ ինչ-որ բան է կատարվում մեր հետ։ Ես 100% վստահ եմ քո զգացմունքներին, որ դու անկեղծ ես։ Փաստորեն այս տարիքում դեռ մարդկանց չեմ ճանաչում։ Հենց դրա համար էլ ցավում եմ։
ես այս հարցը sense չեմ թողնի։ Ու կապ չունի, որ ոչ մի բան չի ստացվել մոտը։ Բայց մտքով անցել է, չէ, երախուս վնասի։ Ուրեմն ես դրան կգտնեմ։ Ու այս անգամ քո ուզել չուզելը չի օգնի։ Կգա մի օր ու դու ինձ կհասկանաս, Արշակ։ Ես հիմա էլ եմ պատրաստ հասկանալ քեզ, եթե դու թույլ տաս։ Բայց քո մեջ սուտն ու վախը այնքան շատ է, որ դու չես կարողանում։ Ու երևի ավելի լավ է, որ չես խոսում։ Որովհետև կարող է դու անցյալում ունես բան ես արել, որ ես ավելին հիասթափվեմ։ Ավելի լավ է, որ մեր պատմությունը սենց ավարտվեց։ Հա, սենց լավ է։ Քեզ բարի ճանապարհ։ Այսինքն այդ պարտքերի պատճառով անգել պատմության մեջ։ Հա։ Ու չհասեցել այդ պարտքերը ինչի համար արել։ Գոնե իմանայի, որ գումարը մեզ է ուղարկել, ինչ որ կերպ կփորձեի հասկանալ։ Կասեի հա պարտք արել մեզ է ուղարկել, բայց ես իրան չեմ հասկանում։ Այդ իմ համար շատ դժվար է։ Դժվար է նայել ծնողիդ հասկանալ, որ դու իրան մի մասն ես ու ոչ մի բան չզգալ։ Պապան իմ ամբողջ անցյալը հետ բերեց ու ինձ հիշեցրեց։ Հիմա հասկանում ես, թե մեր տան ինչի այդքան կոպիտ խոսացի։ Այդ ես չէի ուզում, ուղղակի ստացվեց։ Էլիզ, ես քեզնից նեղացած չեմ։ Ընդհանրապես, ուղղակի ուզում եմ հասկանամ ինչի նոր ու ինչ ես ասում։ Այդ եթե ես եմ այս վիճակում, դու պատկերացնում ես նորոն ինչ վիճակում կլինի։ Ես չեմ ուզում, որ իրանք հանդիպեն, ուզում եմ, որ պապան հետ գնա, ես իրանք ասեմ, որ հետ գնա։ Եթե նորոն իրան տեսնի, ես չգիտեմ, ինքը չի զսպի իրան։ Բայց ինքը հետ գնալու միտք ունի։ Չէ, ուզում է, որ ներենք իրան։ Ուզում է, որ ստեղ մնա մեր կողքը։ Ես չեմ հասկանում իրան։ Ինձ թվում է, որ իրան էլի զանգելու են ու ինքը հետ գնա ու ես էլի կկոտրվեմ։ Չէ, Էլիզ, կոտրվել չկա։ Ինչ կոտրվել։ Էդ ես շատ վատ վիճակում էի։ Իմ պապային չէի ճանաչում։ Իմ դիմաց ոնց որ օտար տղամարդ նստած լիներ, հասկանում ես։ Ես լսում էի իրան սառած ու ոչ մի բան չէի զգում։ Ուղղակի սառած էի ու ամբողջ մարմինս դողում էր լարվածությունից ու հուզմունքից։ Էդ եթե գոնե կապ պահած լիներ։ Եթե գոնե 10 տարվա մեջ գոնե զանգեր։ Ես ինչ որ կերպ այդ ժամանակ իրան կհասկանայի։ Այդ շատ դժվար է։ Լավ, Էլիզ, հանգստացի ծաղոտ տանեմ։ Էլ ոչ մի բան մի ասա։ Ասանուր։ Էй, դուր ես։ Էլիզի հետ։ Հասկացա։ Լավ, հենց Ազատին է զանգել, հա։ Բան է եղել։ Չէ, ոչ մի բան չի եղել։ Ուղղակի հենց Ազատին է զանգի ինձ։ Ինչով էլ ես կճշտեմ ամեն ինչ ճիշտ է, թե չէ։ Ինչ էր ասում։ Ուզում էր, որ հանդիպենք։ Այդ պապայի մասին չասես էլի։ Բայց տենց սխալ է, Էլիզ։
Ես գալիս եմ, բայց ընդամենը 10 րոպեով։ Կամ դու ինձ ճիշտն ես ասում, կամ էլ ես արդեն ամեն ինչի մասին Արշակին եմ պատմելու։ Ես գալիս եմ, բայց ընդամենը 10 րոպեով։ Կամ դու ինձ ճիշտն ես ասում, կամ էլ ես արդեն ամեն ինչի մասին Արշակին եմ պատմելու։ Որ հասցնես կպատմես, սիրուն աղջիկ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ես մի քանի անգամ եկել եմ, տանը չեք եղել։ Ասացին, որ եկել եք։ Ինձ ընդհանրապես այդ թեման չի հետաքրքրում։ Ու ես վաղուց Լիաննայից ոչ մի լուր չունեմ։ Ու չեմ էլ ուզում ունենամ։ Շատ կարևոր է, որ խոսենք։ Ընդամենը 2 հարց։ Խոստանում եմ, որ ձեր անունը ոչ միտեղ չի երևա։ 2 հարց։